29, wow. Դե բարի երեկո, իմ սիրելի հայրենակից, ես աշխատանքի և պրոգրեսի և ձեր բոլորիդ լրջորեն վերաբերմունքը եկեղեցին սրբամաքրելու ուղղությամբ շատ բարձր եմ գնահատում, համոզված եմ, որ կանք այդքան և այդ ազնվականն ենք, որ տիրություն անենք մեր բալիկների, մեր երեխաների ապագային։ Ես ոչ մի ինստիտուտիա չեմ տեսնում, որը հավատքի հողի վրա միևնույն ժամանակ ազգային է, որը ունի միակ ու մինուճար ծուփ ու գավազանը համախմբելու մի ամբողջ հայ ժողովուրդ, ինչպիսին է Սուրբ Էջմիածինը և հայրաքելական Սուրբ Եկեղեցին։ Ես պիտի խնդրեմ Տեր Թադեին աջակցող և գաղափարակից հայրենակիցներիս, չգիտեմ այդ 5 կուսակցություններից մյուս 5-ին որ մեկին եք պատկանում, բայց սա զուլալ իրական իվասն հավատո ազգային աշխատանք է։ Բոլորիդ կոչ եմ անում միանակ Տեր Արամին և իրեն աջակցելու ԻՊՀ, ի պաշտպանություն Հայաստանի հայկական լեգիոնի կոչին և աշխատանքին։ Մենք հանրային ենք հայտնում մեր աջակցությունը Տեր Թադեին և Տեր Քահանա Արամին։ Մենք իրենց համարում ենք սրբազան առաջնորդության մեջ գլխավոր բաղադրիչներից և իրենք շատ լավ հասկանում են, որ ամուսնացյալ քահանան չի կարող տեղապահ կամ կաթողիկոս լինել։ Այստեղ այլ խնդիրների մեջ բերում, որը շատ կարևոր է, սիրելի հայրենակից, և դա գալիք օրերին ընտրական աշխատանքներ պիտի իրականացվի, վերաընտրելով հայրաքելական Սուրբ Եկեղեցու ազգային եկեղեցիական պատգամավորներ, որովհետև ազգային եկեղեցիական ժողով գոյություն ունի, ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողով գոյություն ունի։ ԻՊՀ-ն վճռական է և անփոփոխ իր որոշման մեջ չի կարող լինել տեղապահ կամ կաթողիկոս ընտրող հայրաքելական Սուրբ Եկեղեցու ազգային եկեղեցիական պատգամավոր այն անձը, որը նախքին կտրիչի ընտրության մեջ եղել է պատգամավոր։ Ահռելի մեծ աշխատանք ունենք անելու։ Սա նիկոլական չի, սա մեր հայրապետական առաքելությունն է, վերադարձնելու մեր երեխաներին ու բալիկներին են սուրբ մատուրները և սուրբ մկրտության մաքուր ապրելակերպը Քրիստոսանման ապրելու ինստիտուտյան և դասավանդող և ազգին առաջնորդող գավազանու ծուփ։ Խլել են մեր ձեռքից, ինչպիսին են կտրիչը և իր եղբայրը Նախիջևանի ռուսաց թեմի առաջնորդը, նոր Նախիջևան են կոչում թե ինչ։ Սրբազան, որը իրական սրբազան գործն էր անում և եկեղեցի էր կառուցում, կարգալույծ արեցիք մարդուն և ինքը եկեղեցու ավագներից մեկն է։ Դուք գիտեք ում մասին է խոսքը, անուն ազգանուն հայրանունով չեմ խոսելու։ Եվ դուք շատ լավ պիտի հասկանաք, որ երբ որ ուկրանացին ձեզ դնում է որպես Փարաչայով ագենտ, Եզրաս Ներսեսյան, կտրիչի եղբայր, Պիպոյի շեֆը, Դոն Պիպոյի, եղբայր ենքան ապուշ եք, որ գողական աշխարից եք խոսում, և ձեր եղբորը սպանող վանեցյանական կռուգների, լավ աղբերների հետ նստում ձեր մոր աչկերին նայելով հաց եք կիսում, այդքան պոզավոր եք դուք, բայց ձեր ողն ուղեղը ԻՊՀ-ն շատ լավ գիտի, դիպոյես, պիպոյես, բզեյես, դզեյես, ով ուզում է սեղի, հանգել եք չկա գողու գողական, կա օրենք և ուսատիր,
ականջներդ կախ պիտի հարգես։ Ուրեմն ինչ վերաբերվում է հայկական բանակ, լավ լսեք ժողովուրդ ջան, այդ հավաքվածներդ, որ տաշի տուշի էիք անում, փարաքյարում, եթե թափ տայի, երևի մի հատ կամ երկու հատ վայենի բիլետ կընկներ գրպաններներից հետ։ Բայց ես հարց ունեմ գլխավոր դատախազությանը։ 8 ամիս եղբայրը ձեռքերի մեջ մահացած, վերջի շունչը ձեռքերի մեջ ա տվել փոքր եղբայրը, եւ դիմել ա վարչապետ, դիմել ախր խնդիր ասա, պարոն վարչապետ։ Սա նույնն է, ինչպես սպանել են մեր Սուրբ հորը, Ներսես arciepiskopos Պոսաբալյան արմատուրայի երկաթներով մինչև հիմա չկա արձագանք։ Չհասկացանք, այս խմբակով եւ 10 մանետ գրպանները ճղթելով իրանց ալկաշ կանանիքով մի երկու։ Մեզ են ծնկի պահելու, պետությունս։ Չէ։ Անընդունելի է համարում եւ կտրականապես մերժում է, թող չվիրավորվի ոչ մեկը, այդ 5 արտքաղաքական ուժերից մեկը, Եվրոպա մետ ես հանդես գալիս, Ամերիկա մետ, ընդունում եմ եղբայր, բայց դու ինչպես քո եղբոր ողջ եղած տարիներին ազգային եկեղեցիական պատգամավորությանը լրացնել տվիր, դու գտես դու ով ես, որ հանկարծ ծպտուն չհանեն եւ էդի տեղի ունեցե հոկտեմբեր 27 1999 թվական կրակոցներից հետո, երբ իմացել եք մայր տաճարում հրաման ես տվել ծպտուն չհանեն, նույն օրը ընտրվում է Կտրիչ Ներսիսյան։ Դու չես կարող եկեղեցու անունից խոսել, մասնակցել ես պրոցեսին, ոչ էլ էջմիածնի համայնքապետարան եւ քաղաքապետարան։ Եղբայր, կա լիմիտ եւ շեմ։ Ոչ էլ լոսի ափերից մեր քյաչալ լավ աղբերը, թող նստի տեղը։ Դու եկեղեցու զավակ ես, խոսք չունեմ, բայց մի քիչ բողոքի հոտ ա գալիս, բողոքական, շատ թեթև։ Ամուսնացյալ քահանային տեղապահի ընդունելությունդ արդեն եպիսկոպոսներին պիտի պատվելի եսենք, անանք չենք մենք, սենին մեսել է կաթոլիկ, եւ մենք շատ լավ գիտենք։ Մեր ուղերձը եւ մեր դիմումը հանրային Հայաստանի Հանրապետության առաջնորդ Գերագույն հրամանատարն ես եղբայր ՀՀ վարչապետին բացառապես մերժելի է, որ առաջին ընտրություններին մասնակցող ազգային պատգամավորությունը եկեղեցիական նորից մասնակցի ԼՏՊ-ի օրվա օրին, որ տարել, խոշտանգել, սպառնել, հայհոյել, ծեծի են ենթարկել ու սպանել եպիսկոպոսներ։ Սա քեզ էլ ա վերաբերվում Հովնան Էֆենդի։ ԻՊՀ-ն գիծակաշել, թույլ չենք տա։ Ուրեմն առաջիկա օրերին ուզում եմ հասկանաք մեկ բան։ Մենք մաքրամաքուրներին հասկացանք ովում բարեկամն է եւ նույն օծիկը վրան, որ ծառայում է մայրաթորի գալիք օրերին ճիշտ ու մաքուր տեղապահ գավազանը ձերքը, դա է ազգի գլխավոր առաջնորդներից մեկը, բայց չի ենթարկվի փողկապ կապողին, ուղղակի պետականամետ, ինքնիշխանամետ, Հայաստանամետ, հայկական բանակամետ, ոչ թե փարաչայով ակենտներ ինչպիսին Եզրասն է, քիչ առաջ ասեցի, այս ապուշը Եզրասը, այս տղա երեխա բռնաբարողը, ուրեմն հայտնվել է Ուկրաինայի սև ցուցակում որպես փարաչայով KGB-ի ակենտ։ Հիմա Սլավա Ուկրաինա ախպեր, մի հատ վարտանիկ ունենք, կարաս տոշկես, կանաչ լույս եմ տալիս, եթե ես պատերազմող երկիր լինեմ, իմ թշնամու օֆիսերներին դու բերես նստացնես քո քաղաքապետարանը, եւ մարդը, նայ, Դաղստանի ափերում ռուսական ռազմածովային ուժերին խփելու համար Հայաստան է շրջանցել եւ դրոն է իջացրել վրան հարվածելա։ Ինչի է Հայաստանին շրջանցել, որտեվ հոպարի հետ ստորագրություն ունես դրա համար։ Բայց այսօր բարձր արժեքավոր թիրախ ես դու
Գյումրու քաղաքապետարան, այսինքն ռմբակոծման վտանգ ա բերել ազգիս գլխին, ձեր հետ հադիբուտի ծախող մոտոսիկլի ձեն հանող վարտանիկը։ Սրանց հարցերը պիտի լուծվի Գյումրի։ Սրանց հարցերը պիտի լուծվի։ Մի ամբողջ Վրաստանի հայ համայնք, ինչ Լոս Անջելեսի հայ համայնք, եղբայր, Վրաստանի հայ համայնքն ավելի հին, թե Լոսի։ Վրաստանի հայ համայնքին պետական մակարդակով սիրելի արտգործնախարար, սիրելի եղբայր, միթե անդրադարձ արել ես։ Սա բաց թողում է եղբայր։ Եվ այս բաց թողումներն է մեր նմանների հետ չաշխատելով, որ Աշխենցիության քո հիպատոսը, են դուրս ընկածը, պարկավ Ադրբեջանցու ագենտուրայի տակ, գնաց հոթել-մոթել, խմբակային լող ցրել են այս լկտին եւ պետական գաղտնիքներ ա փոխանցել։ Ուր է իր գործի ընթացքը։ Հիմա մեջբերում եմ անելու։ Մեր հայրենակից եւ սիրելի եղբայրը Գեորգի Կինոյանը շարունակվում է մնալ կալանքի տակ Վանաձորի բանտում, որովհետև պրո-Ուկրաինա հումանիտար օգնություններ արել։ Դատարանը գրել է ՌԴ Դոնեցկի, քեզ բան այ մարդ, Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, որը ապորենիա չկա նման հանրապետություն եւ Հայաստանն է ստորագրել, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Պարոն վարչապետ, տիկին դատախազ։ Ինչ իրավունքով եք դուք Աննա Վարդապետյանին եմ դիմում։ Եվ սահմանադրական դատարանի զիդիրանոցը աղբանոց եք դուք։ Եվ արդարադատության նախարար ուհի, քեղեցկ ուհի, սփորձմեն ուհի։ Ոսկե ցլիգի մեջ է, հա, 3 տել կակ այդքան, բայց էր աշխատանքը որն է։ Դու ինչ իրավունքով ես կալանքի մեջ պահում ապորենի հանրապետություն հռչակված երկրի հրամանով։ Իմ հայրենակցին եւ Վրաստանի քաղաքացուն սահմանում ռսի կալանավորմամբ քո բանտում։ Սա ոչ միայն անընդունելի է, սա զգուշացման դրոշակ է, հա, որովհետև արդարադատություն եւ ժողովուրդ հանում եք իրար դեմ եւ ընդհանրապես միջազգայինորեն Հայաստանը կդիտարկվի որպես ստախոս տակից պրո-ամերիկա, պրո-եվրոպա եւ պրո-ուկրաինայի ազգային մարդկանց վերացնող համակարգ։ Եվ սրա պատասխանը շատ խիստ եք ստանալու, եթե հանկարծ այդ տղային բաց թողեք Ռուսաստան։ Ինձնից չէ, Ամերիկայից, Եվրոպայից եւ Ուկրաինայից։ Եվ ճիշտ կանեն։ Ուզում եմ մեջբերում անեմ նորից։ Ձեր թափթփված համակարգի մասին, տիկնայք պարոնայք, ուսադիրներով եւ արդարադատությունի փրթե։ Քուրդ զինյալները, որ փախել էին Հայաստան, զինաթափվան, մարդիկասին կյանք փրկելու համար ենք եկել, ինչպես հայտնվեցին թուրքական մատաղի սեղանին։ Հայաստանը երկիր է, թե կայարան։ Մինչև հիմա Ստալինի պորնիկ Նակոլկան դրած է կայարանիդ գլխին, ասում եմ հանի այդ երևույթը։ Մարդը ասում է դա սովետական Հայաստանի ճարտարապետական պատմության որակ է կրում, վայ մամայից ՍՍՍՌ։ Չես տեսնում, որ լուսին աստղի մեջ է առած Արարատը։ Երբ որ Արարատը պեչատի վերից հանում են թե ինչ, թեմա եք սարքում։ Բայց չես տեսնում Արարատը դրած է լուսին ու աստղի մեջ, որովհետև սովետական քո էդ Ցորենն ու աստղը վերևը, լուսին ու աստղն է դա թուրքի դրոշն է, եղբայր։ Դրա համար Արարատը մեջ է անիծյալ, մնում փշալարերով փակ։ Կարճ կոնկրետ ու վերջակետ։ Ես հավաք էի կազմակերպել Սասունցի Դավիթի արձանի մոտ, հալալալի գնելիս։
չգիտեմ ինչ պատահեց։ Ինձ ասեց նման բաներ մենք չենք կարա թույլ տանք, 10 օր հետո ինքը հավաքվավ։ Հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքրում են կարևոր կետեր, սիրելի հայրենակից, այսօր Եզրասը հռչակվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից եւ իրենց կայքեջերում տարածում են որպես KGB-ի ագենտ։ Ինչ իրավունք ունի Հայաստանում Փարաչայով մանգայինքը, դե կալանավորի, Վանաձոր, միլիցիա, կալանավորի։ Սրանք բաց թողումներ են, որ կործանում են մեզ։ Մենք անընդհատ փորձում ենք ցեխի երեսը դուրս գանք, դուք հրում եք մեզ ցեխի տակ սրանով։ Դուք հանում եք, ասում եմ, արդարադատության համակարգ եւ ժողովուրդ բախման։ Ժողովուրդը թքում է ձեր վրա։ Ես չեմ ասում, բոլորն են ասում։ Մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունեցել, չկարողացար ասես, Տիկին Վարդապետյան, որովհետև Ռոմա Statute ինքը կարներ գործը կաներ եւ դուք չէիք կարող ալ-շեֆտելի վերշեֆտելի ստից մեքենաներ արգրավել։ Լևոն Քոչարյանից Range Rover է սառեց երկից։ Մեզ է ծաղրում։ Եկեղեցին սրբամաքրելու ընթացքում պահանջում ենք, նորից եմ կրկնում, մենք այդ արտքաղաքական ուժերը չենք գյուղապետարաններում ստորագրահավաքների թղթեր դնենք, բանաձևը պահանջում ենք, որ մուտք գործենք Եվրոպա։ Եվրոպայում նստավ վարչապետը, ասեց, մենք այսօր ենք պատրաստ մտնել Եվրոպա, էլ ինչ ստորագրահավաք։ Այսինքն թատրոններով աչք ու միտք եք զբաղեցնում եւ չհերիքելով կներեք։ Այդ սկյուրիկին մի բան պետք է անեմ ես, եկավ թրջունների կերնա տանում էլի գողավազակ։ Եվ չհերիքելով այն տրոման, որ մտային տարելա ժողովուրդը։ Եղբայր կան բաներ, որ կոմպրիմատ չի էլի, որին ասում են սպիտակ սուտ։ Սա ինչ է նշանակում, այսինքն կան բաներ, եթե չբարձրաձայնես, որովհետև երկիրը չապակայունացնես, հասկանում ենք։ Պետական գաղտնեությունը չես արտահայտվում, ինչքան էլ ճշմարտություն փակ նիստերում ես պահում, հասկանում ենք, բայց սա արդեն մորթում եք, ասում եմ 8 ամիս, չկար կալանավորում, եղբայրը մահացել է ձեռքերի մեջ, կտրիչը 2 տղամարդ ամուսնացնում իջման խորանի առջև քայլելով, Հովնանի հետ, չկա արձագանք, կալանավորում եք Վրաստանի քաղաքացի, այս բոլորը գալիս է կանգնում է մի տեղ մեր ազգային խնդիրը, ներքին, որ գերադասում է բոլոր թշնամություններին։ Կուսակցա մոլերդ Կրեմլու գործակալության հովանու տակ մտել եք եկեղեցի, արդարադատության նախարարություն, ներքին ուժային եւ ներքին գործերի նախարարություն եւ դատավորներ եք։ Ես ուզում եմ ազգը հասկանա մեկ բան, ամեն ինչ շատ լավ է ընթանում, բայց այս ամեն ինչի մեջ մեկ գրամը ազգային չէ եւ չկա իդեոլոգիան հայկական ազգային գաղափարախոսություն։ Մենք ենք բերել ուտախորհրդարան, քեզ բարի եւ խաղաղ գիշեր Հայաստան։